Վիեննայի քաղաքապետ Միխայել Լյուդվիգը հայտարարել է, որ քաղաքը սերտ կապ է պահպանում անվտանգության ծառայությունների հետ 70-րդ Եվրատեսիլ երգի մրցույթին ընդառաջ մերձավոր արևելքի հետ կապված մտահոգությունների ֆոնին։ Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը իհարկե որոշ ժամանակ է, ինչ մեզ մտահոգում է։ Այն բնականաբար ժամանակ առ ժամանակ թեժանում է, բայց սկզբունքորեն մենք պատրաստ ենք դրան եւ սերտ երկխոսության մեջ ենք անվտանգության ծառայությունների, մասնավորապես ոստիկանության հետ։ Եվրոպական հրարձակողների միությունը մեծ ճնշման է ենթարկվել Իսրայելի Եվրատեսիլին մասնակցության պատճառով եւ հաստատել է, որ այդ երկիրը կմասնակցի 2026 թվականի մրցույթին։ 5 հեռարձակող, այդ թվում Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները եւ Սլովենիան հայտարարել են, որ դուրս կգան մրցույթից ի նշան Իսրայելի մասնակցության դեմ բողոքի։ Ավստրիացի երգիչ JJ-ի 2025 թվականի հաղթանակից հետո ամենամյա երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա Վիեննայում 2026 թվականի մայիսի 16-ին։ Ուտելի հողի թանգարանը հրավիրում է լոնդոնցի այցելուներին համտեսելու անսովոր մի նրբահամ ուտեստ, որը ըստ թանգարանի դարեր շարունակ աշխարհի մշակույթների մաս է կազմել։ Խոսքը հողի մասին է։ Somerset House-ը հյուրընկալում է ցուցահանդեսը, որն ուսումնասիրում է գեոֆագիան, առողջարար, ծիսական եւ խոհարարական նպատակներով հող ուտելու սովորույթը։ Նկարիչ եւ հետազոտող Մաշարուն հավաքել է հողի, կավճի եւ հանքանյութերով հարուստ հողի ավելի քան 600 նմուշ 44 երկրից։ Թանգարանի սրահի կենտրոնում կա համտեսի սեղան, որտեղ այցելուները կարող են ուտել 2 ուտելի նմուշ, այդ թվում Գերմանիայից բերված լուվոս կոչվող բուժիչ հող եւ Մեքսիկայից դիատոմային հող։ Համտեսելուց առաջ աշխատակիցները բացատրում են նմուշների պատմությունները, թե որտեղից են դրանք գալիս, ինչու են դրանք օգտագործվում եւ ինչ օգուտներ կարելի է ստանալ դրանցից։ Թանգարանի աշխատակից Կինարի Սարայան նշել է, որ կան մի շարք պատճառներ, թե ինչու են մարդիկ հող ուտում, եւ այն ներառել են իրենց առօրյա կյանքում։ Դրա մի մասը կապված է հղիների ցանկությունների հետ, մի մասը բուժական պատճառներով, կրոնական պատճառներով ու նաև մարսողության համար։ Այցելուներին խրախուսվում է գրանցել իրենց համտեսի տպավորությունները քարտերի վրա, ինչը կօգնի ստեղծել թանգարանի այցելուների փորձի մասին արխիվ։ Ուտելի հողի թանգարանը ներկայացվել է ավելի քան 22 երկրում եւ Լոնդոնում կգործի 2 շաբաթ։ Լոնդոնում մի ճաշարան է բացվել, որտեղ սնունդը միավորված է ձայնի, լույսի, բույրի եւ համի հետ։ Արդյունքում ստեղծվում եւ մատուցվում է ոչ միայն ճաշատեսակ, այլև բազմազգայական ճանապարհորդություն։ Այս նախաձեռնությունը կոչվում է խոհանոցի տեսություն։ Հիմնադիրը խոհարար Ջոզեֆ Յուսեֆն է, որը սովորական ընթրիքը վերածում է համտեսի փորձառության։ Այն հյուրերին, որոնք մտնում են նրա դիզայնի ստուդիա, առաջարկում է խնջույք համային ընկալիչների, աչքերի եւ ականջների համար։ Այն ամենն ինչին նրանք դիպչում, լսում, հոտոտում, համտեսում եւ զգում են, իրականում այնտեղ է, նրանց ներգրավելու եւ սնունդը ներկայացնելու համար այնպես, ինչպես նրանք հնարավոր է երբեք չեն փորձել։ Հյուրերն ասես դուրս են գալիս զգայական վարժությունների ճանապարհորդության։ Նույնիսկ ականջակալներ են կրում սառը եւ տաք ջրի ձայները տարբերակելու համար։ Բույրեր են հոտոտում եւ հյուսվածքային առարկաների հետ փոխազդեցության մեջ են մտնում խմիչքներն ըմպելիս, տեսնելու համար, թե արդյոք դա ազդում է համի վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև սենյակի լուսավորությանն այն պահին, երբ մատուցվում է այս կամ այն կերակուրը։ Հրամցվում է օրինակ մեդուզաների աղցան, որը մատուցվում է ծխի ամպի տակ, ուղեկցվում է ընկալումը բարձրացնելու համար նախատեսված ականջակալներով հնչող օվկիանոսի ձայներով։ Խոհանոցի տեսությունը մշակում է բազմազգայական ճաշատեսակներ կորպորատիվ միջոցառումների, մասնավոր ճաշերի եւ խոհարարների սեղան կոչվող ընթրիքի ակումբի համար։ Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Լագոսի փողոցներ մասնակցելու Ֆանտի կոչվող կառնավալին։ Այն մշակութային ավանդույթ է, որն ավելի քան 2 դարի պատմություն ունի։ Կառնավալի մասնակիցները վիշապի պարն են պարում, շքեղ զգեստներ կրում, այդ թվում եգիպտական թեմատիկայով հանդերձանքներ եւ կենդանիների զգեստներ, որոնք պատկերում են ցլեր, կովեր եւ ջայլամներ։ Հաշմանդամություն ունեցող մասնակիցները նույնպես միացել են տոնակատարություններին իրենց զարդարված անվասայլակներով։ Տոնակատարությունը միավորել է բոլոր տարիքի մասնակիցներին, որոնք մեծ հաճույքով պարում են փողոցներում։ Ֆանտի կառնավալը սկսվել է դեռևս 1800 թվականին։ Այն Լագոսի Օլովո Գբովո համայնքի մշակութային ավանդույթն է։ Միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ այս կառնավալի հիմքը դրել են բրազիլացիները։ Լագոս կղզում այն անցկացվել է բոլոր այն համայնքներում, որտեղ բնակություն են հաստատել բրազիլացի տեղահանվածները կամ վերադարձածները։
Սևազգեստ եւ սպիտակ դիմակներով քրիստոնյաների երթ նավակ ուրբաթ օրը հանդիսավոր կերպով անցել է Չեխիայի Չեշկե Բուդեյովիցե քաղաքով, թափահարելով փայտե թրխկալները, որոնք նախատեսված են աստվածաշնչյան կերպար Հուդային վախեցնելու համար։ Տեղական քրիստոնեական հավատքի համաձայն այս ավանդույթի նպատակն է վանել Հուդային, առաքյալին, որը մեղադրվում է Հիսուս Քրիստոսին 30 արծաթե մետաղադրամով դավաճանելու համար։ Թրխկալը փայտե սարք է, որն ունի պտտվող անիվ։ Կտոցի ձայն է արձակում, երբ գլորվում է քաղաքի քարե փողոցներով։ Ավանդույթն ունի հարուստ պատմություն եւ նախկինում նշվել է տարածաշրջանի բազմաթիվ գյուղերում եւ փոքր քաղաքներում։ Մեկնարկել է Գերմանիայի ամենակարևոր սեզոններից մեկը՝ ծնեբեկի սեզոնը։ Ապրիլի սկզբից մինչև հունիսի կեսերը գերմանացիները վայելում են սպիտակ ծնեբեկը, որն ավանդաբար մատուցվում է բեշամել սոուսով։ Երկար եւ ցուրտ ձմեռը նպաստել է ծնեբեկի աճին։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինից հարավ-արևելք գտնվող Բելիցի ֆերմերները լավ սեզոն են ակնկալում։ Բելիցը Գերմանիայի շրջաններից մեկն է, որը հայտնի է ծնեբեկի աճեցմամբ։ Ավազոտ հողը եւ համեմատաբար մեղմ կլիման ծնեբեկը դարձնում են առավել փափուկ եւ համեղ։ Զբոսաշրջիկները հեղեղել են Սինտ Տրյուդենը, որը գտնվում է Բրյուսելից 60 կիլոմետր արևելք, քանի որ միլիոնավոր սպիտակ ծաղիկներ գունավորել են Բելգիայի Տանձի այգիները։ Հասպեն Գոու շրջանը, որը ներառում է Սինտ Տրյուդենը եւ նրա շրջակայքը, տարեկան տալիս է 350 միլիոն կիլոգրամ տանձ, ինչն այն դարձնում է Եվրոպայի տանձի ամենամեծ հայրենիքը։ Բլրի գագաթին գտնվող ժամանակավոր ծաղկման բարն այցելուներին հնարավորություն է տալիս տեսնել սեզոնային ցուցադրությունը։ Կլիմայի փոփոխությունն ազդում է տարածաշրջանի մրգերի բերքատվության ցիկլի վրա։ Ծաղիկներն այժմ հայտնվում են մոտ 3 շաբաթ ավելի շուտ, քան 30-ամյա միջին ցուցանիշը։ Ըստ այդմ բերքահավաքը նույնպես տեղափոխվում է սեպտեմբերից օգոստոս։ Կլիմայի փոփոխությունը մեծացնում է ռիսկերը, այդ թվում գարնանային ցրտահարությունը, ուժեղ կարգտահարությունը եւ երաշտի շրջանները, որոնք կարող են վնասել բերքը եւ ազդել գյուղացիների եկամուտների վրա։ Չնայած այս մարտահրավերներին, ծաղկման շրջանը շարունակում է գրավել հազարավոր այցելուների, որոնք հեծանվով են երթևեկում եւ զբոսնում գեղատեսիլ այգիներում։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։